Ողջույն 2 դեկտեմբերի ժամը 20:34 2025 թվական ցանկություն չունեի եթեր դուրս գալու, սակայն հայրենակիցս դիտողություն արեց արդեն որերորդ անգամ, որ պետք չէ մոռանալ հանուն ինչի ենք մենք խոսում, ցուցադրեմ մի քանի կադրեր։ Սա այս խելակորույս կրտված Վավայի Վիժվացքի ելույթն է որը ցուցադրեցի հոլանդացի մի ընկերոջ, առանց վարանելու, ասաց սա համեմատելով մի միջակ, կարելի է ասել ծաղրածուի հետ, Լուի դը Ֆինեսի հետ, ասաց ինձ հիշեցնում է Լուի դը Ֆինեսը։ Եվ իզուր չէ, որ շեշտում եմ որ միջակ մի ծաղրածու էր ընդամենը և գործում էր որպես միջակ այսպես կոչված ոստիկան և պարզ է այսպիսի կերպարներին լուրջ ծառայություններ մատուցելու ցանկություն չեն ունենա ոչ ոք, ուղղակի դա բախտի քմահաճույք է, սակայն Հայաստանի օրինակում դա բախտի քմահաճույք չէ, դա տրամաբանական եզրափակում է այն համատարած տհասության, որ կարող է այսպիսի մի միջակ ծաղրածուի, որը ի դեպ ոչ թե թլպատված, շատերը նրան թուրք են անվանում, նա թուրքի Եվնուխ է, նա թլպատված չէ, նա ուղղակի կրտված մի թուրքի Եվնուխ է, որը դարձել է հայ ազգի համար ընդունելի կերպար, հայ ազգի համար դարձել է այսպես կոչված ճակերտների մեջ հերոսական մի կերպար, որին կարելի է հանձնել բախտի, պետության և ազգի բախտը և այդ բախտորոշ ժամանակաշրջանում այսպիսի մի կրտված խեղկատակ կարող է դառնալ պետության ղեկավար։ Մեր թշնամիները շատ շուտ զգացին իրենց կատարած սխալը, որտեղ հայտնվել էր այսպիսի մի կերպար, Էլչիբեյը, ընդամենը 6 ամիս տևեց նրա այսպես կոչված ղեկավարումը, և նրանք անմիջապես հասկանալով իրենց թույլ տված սխալը, ուղղեցին այդ սխալը, սակայն մեր պարագայում, մեր օրինակում ժողովուրդը այնքան է հիմարացել, տհասացել և տկարացել, որ ոչ թե չի զգում, ուղղակի դարձել է այնպիսի մի ամորֆ մասսա, որի համար դա ընդունելի է, հասկանալով, որ սխալ են գործում, սակայն ընդամենը մտածում են մեկ օր ավել գոյատևելու մասին։ Եվ իզուր չէ, որ գնահատել եմ և շատ ճշգրիտ գնահատական եմ տվել, որ ազգը մեծամասնությամբ 97%-ով սպասում է Ստամոքսի արգազմի։ Ստամոքսը ստացավ արգազմ, այսօր գոյատևեց և հույս կա, որ վաղն էլ կգոյատևի, դա արդեն բավարար է։ Իսկ ինչ վերաբերում է արժանապատվության, վերաբերում է հպարտության,
մարդ մնալու գաղափարին դա արդեն իրենց չի հետաքրքրում։ Եվ գնահատել, թե ինչ կատարեց այսօր եւ դարձնել քննարկման նյութ, դա մեծագույն անեծքն է մեր ազգի գլխին, որ արդեն տևում է 7 տարուց ավել։ Եվ այս Լուի դը Ֆինեսը, նորից եմ կրկնում, միջակ, կարելի ասել ցածր կարգի կատակերգուն, ծաղրածուն, կարողացել է ամբողջ ազգին խաչ նետելով քաշել այս հիմար բառերի շոուի մեջ։ Եվ ցավալին այն է, որ մնացած 3%-ի մեջ կարող է ընդգրկվել այն մարդիկ, ովքեր վերջերս ելույթ ունեցան այսպես կոչված ազգային խորհրդի դահլիճում։ Ցավալին այն է, որ ոչ ոք չի նույնիսկ զգում, որ դա խայծ է, որը կուլ են տվել։ Եվ չէր կարելի այդ այսպես կոչված ազգային խորհրդում արդարացումներ որոնել, քննադատել դավաճան, թշնամի, կոլաբորանտ կառավարությանը։ Եվ կառավարության ներկայացուցիչը վերևից ծիծաղում էր նրանց վրա, որովհետև ուրախ էր, որ գծված խայծը կուլ են տվել։ Եվ ինչ կասեին, ինչ խոսեին այդ ամբիոնից, դա արդեն երկրորդական, նույնիսկ երրորդական արժեք ունի, որովհետև խայծը կուլ են տվել, ընդգրկվել են այդ մեծագույն ազգակործան շոուի մեջ։ Ինչ է կատարվում։ Վեհափառեն քննարկում ու քվեարկում, եպիսկոպոսներ ու արքիեպիսկոպոսներ են մի ճամբարից անցնում մյուս ճամբարը։ Այդպես էլ պետք է լիներ։ Եթե արդեն բնազդաբար գտնվելով այս շոուի մեջ, կապ չունի, թե ինչի մասին են խոսում։ Գլխավորը, որ շոուում են եւ հեռացել են պետության, արժանապատվության եւ մարդկային բոլոր հատկություններից ու չեն էլ զգում, թե ինչ են անում, չեն էլ հասկանում, թե ինչպես են գայթակղվել եւ այդ ճահիճի մեջ հայտնվել։ Ինչ ասեմ, դժվար է, որովհետեւ հատուկենտ մարդիկ են մնացել, որոնք ստապ կերպով հասկանում են, թե ինչ է կատարվում։ Հասկանում են, թե ինչպես է կործանվում այս մի փոքր հողակտորի վրա դեռ մնացած հայկական պետականությունը։ Ինչպիսի հզոր ազգ էինք, որը կրթվել էր, նորից եմ կրկնում, ոչ թե Սովետ միության, այլ սովետական ժամանակաշրջանում եւ դարձել էր կուռ միասնական մի ազգ, որը ոչ մի խոչընդոտի առջև չէր կանգնի, կպայքարեր եւ կհասներ իր նպատակին։ Այդ ժամանակվա մեր գլխավոր նպատակն էր Արցախը վերադարձնել Հայաստանի գիրկը։ Եվ այդ նպատակը մեծ սխալներով կատարվեց, սակայն հետևողական չլինելով, որովհետև ազգի ողնաշարը կոտրող
Պրեզիդենտը, նախագահ բառը չեմ ցանկանում արտասանել, որովհետև նախագահել կարելի է գյուղում, գյուղի նախագահ լինել։ Պետությանը պետք է լինի ղեկավար, որը իր իսկ անվանումով մարդկանց սթափեցնում է եւ հասկացնում է, որ սա պետության ղեկավար է, պրեզիդենտը։ Իսկ ինչ էր արել այդ ստահակը, մեր ազգի ողնաշարը կոտրող, դավաճան, միջակ, կարելի է ասել, կարգի մի մարդ, ինչպիսին էր Լևոն Տեր-Պետրոսյանը։ Նա փոխանակ հետամուտ լիներ մեր ազգի վերականգնմանը, մեր ազգի հզորացմանը, վերացրել էր ամենակարևորը արդյունաբերությունը։ Այնպիսի հզոր արդյունաբերություն ունենք, որ ամբողջ աշխարհի հետ կարող էինք մրցակցել։ Լիներ դա հաշվիչ տեխնիկայում, բազում անգամ եմ մեջ բերել մեր Գելյանի ելույթը, որտեղ նա մեր նայիրի հաշվիչ տեխնիկան, այսինքն համակարգիչները, կոմպյուտերները համեմատել էր Ռոնսոն կրակայրիչների հետ, որոնք ամենալավն են։ Ունենք հզոր արդյունաբերական ոչ թե ձեռնարկություններ, այլ ճյուղեր, քիմիական, մեքենաշինական, էլեկտրոմեքենաշինության, ամեն ոլորտներում եւ ընդամենը 2 տարվա ընթացքում Ստահակ Լևոնը վերացրեց մեր արդյունաբերությունը, վերացրեց ազգային խորհրդանիշներից ամենակարևոր մի ինստիտուտ, ինչպիսին էր եկեղեցին։ Նորից եմ կրկնում, ես աթեիստ եմ, սակայն հայ առաքելական եկեղեցու համար կյանքս կտամ։ Եվ դեռ այդ ժամանակ, ինչպես նշել եմ, որ անձամբ եմ ճանաչել Ժոզեֆ Ստահակին, որը Քոռ Լևոնի աշխատակազմի ղեկավարն էր։ Նա Հայաստան էր բերում աղանդավորականներին եւ այդ ժամանակ էր, որ արդեն հայկական առաքելական եկեղեցու դերը խարխլել էր եւ տանում էր նրան, որ պետք է Հայաստանում ընդհանրապես պետականա կառույց այդ ինստիտուտը վերացվի։ Եվ իհարկե նրա հոգեզավակը կրտված վավայի վիժվածքը պետք է ավարտի հասցնի այդ ինստիտուտի վերացմանը։ Ասենք, կարող է վեհափառը ինչ որ մարդկային թուլություն է ունեցել, ունի ներկա եմ եղել, ես էլ տեսել եմ դրվագներ, սակայն դա ընդհանրապես խայծ է, խայծ, որը նորից եմ կրկնում, դեռ Ստահակ Լևոնն է մեր ազգի մեջ նետել եւ ազգը այդ ժամանակվանից կուլ էր տվել։ Եվ հետևողական չէր եղել իր ազգային ընդունված օրակարգի կատարման հետ։ Դեռ այն ժամանակ մենք ունեինք հնարավորությունը, որպեսզի ազատագրեինք ոչ միայն Արցախը եւ միամուռ ուժերով գրավենք նաեւ մեզանից խլված Նախիջևանը, որտեղ վերացնում էին բոլոր հետքերը հայկականության եւ զարմանալի է, այսինքն զարմանալի չէ, եթե սկսենք զարմանալ, դա վատ արդյունքի կբերի։ Պետք չէ զարմանալ, եթե
ընտրվել է այսպիսի մի ծաղրածու կրտված վիժվածք, ինչի վրա զարմանանք։ Զարմանանք, թե դատախազ ում են դնում կամ ոստիկանապետ որ տիկնոջն են դնում, պետք չէ զարմանալ։ Եվ ահա արդյունքը ողորմելի մի բիոմասա, որը ոչինչի ընդունակ չէ եւ կյանքից սպասում է մի բանի, որպեսզի որոճա գրգռի ստամոքսը եւ ստամոքսի արգազմ զգա։ Սա է մեր ողբերգության գլխավոր պատճառը եւ ինչ ասեմ, Սողոմոն Թեյլերյան պետք է նորից ծնվի կամ Ավետիք Իսահակյան, Հովհաննես Թումանյան, Վիկտոր Համբարձումյան, Անդրանիկ ու Նժդե, Դավիթ Բեկ, Մխիթար Սպարապետ, ինչի մասին ենք խոսում։ Այսպես կոչված անկախության տարիներին կարող եք ցույց տալ 5 թե 6 դեմքերից բացի ինչ որ նշանակություն ունեցող մարդկանց։ Չկան այդպիսիք։ Եվ իհարկե ովքեր դեռ մնացել են, պետք է վերացվեն։ Պետք է կամ մահապատժի ենթարկվեն, ինչպես Փարաքարում կատարվեց, կամ էլ բանտարկվեն։ Սա է։ Եվ նորից եմ ասում, կրկնում եմ ցանկությունս, որպեսզի այն մարդկանց, որոնք դեռ սթափ են, ցուցադրել, որ այդպես էլ պետք է լինի։ Ուրիշ արդյունք չպետք է սպասենք։ Ցավալին այն է, որ այսպես կոչված ընդդիմադիրները սկսում են միաբանության, միացման մասին խոսել։ Առաջին իսկ քայլը պետք է լիներ, որ հայտարարվեր, որ նրանք հրաժարվում են իրենց ստեղծած կուսակցություններից եւ բոլորին կոչ են անում դարձնել Հայաստանը անկուսակցական մի պետություն։ Եթե բաժանված են կուսակցությունների, միասնություն չի լինի ոչ մի դեպքում։ Առաջինը դա պետք է լիներ բոլորի կոչը, ոչ թե կոչ անեն եւ գովաբանեն իրենց կուսակցությունը։ Զարմանալ պետք չէ, թեկուզ ասում եմ, որ եթե մոռանում ես զարմանալ, շուտով ընդհանրապես կվերանաս։ Մենք զարմանալու ոչ մի առիթ չունենք, որովհետև տրամաբանությունը թելադրում է իր օրենքները։ Այսպիսի կառավարություն, այսպիսի ժողովուրդ, որը ընտրել է այսպիսի կառավարություն, տրամաբանության օրենքների հետևանքով պետք է բերի վախճանի։ Վախճանվելու է Հայաստանը։ Եվ ամեն ոք պետք է իր տեղում պայքարի։ Եթե նա հասկանում է մեր այս մեծ, կարելի է ասել, տրագեդիայի բնույթը եւ մեծությունը, պետք է պայքարի իր տեղում։ Ես դա արել եմ, օրինակները բերել եմ, կառավարության այս ստահակ իշխանության ղեկավարներից վիցեպրեզիդենտ Գագիկ Հարությունյանին, ինչպես եմ օդանավակայանում ոտքերից տակ առել, Դավիթ Տոնոյանին, որ այդ ժամանակ ՆԱՏՕ-ում Հայաստանի ներկայացուցիչն էր, Նեմեց Լուբոն,
չասեմ, ով ձեռքս ընկել է, պատժվել է։ Եվ պետք է հիշենք, ինչպես անարգեց իր մարդկային հայկական խոսքը ասեց Հովհաննես Այվազյանը Այվազովսկին, երբ որ թուրքական սուլթանի տված կոչումները եւ մեդալները շան վզին կապեց եւ տարավ թուրքական դեսպանատան առաջ ցուցադրեց։ Դա պետք է արվի այնպես, ինչպես Նեմեսիսն էր անում, վերացրեց մեր ազգի թե թշնամիներին եւ թե ազգից այն դավաճաններին, որոնք միամուր թուրքերի հետ միասին վերացնում էին մեր ազգը։ Այդպիսին է այսօրվա իշխանությունը եւ եթե մարդիկ կան, որոնց մեջ արժանապատվություն եւ մարդկայնություն է մնացել, պետք է պայքարեն, ստեղծեն անկուսակցական անժամկետ ռազմական խորհուրդ։ Հայաստանում միանձնյա ղեկավար չպետք է լինի եւ դա 15 հոգուց կազմված մի անկուսակցական անժամկետ ռազմական խորհուրդ պետք է լինի իր ատյանով։ Եվ ատյանը, քանի դեռ ուշ չէ, առաջին իսկ հայ ազգի թշնամուց սկսած, որն է Լևոն Տեր-Պետրոսյանը, պետք է մահապատժի ենթարկվի։ Եվ ցավալի չի լինի, որպեսզի այդ Ստամոքսի արգազմի սպասող մեծաքանակ բազմությունը բիոմասան վերածվի։ 1,5 միլիոն անմեղ զոհեր ենք ունեցել, նորից եմ կրկնում, 1,5 միլիոն եթե վերացնենք մեղավոր թշնամի արգազմի սպասող ստահակների, այդ ժամանակ կարող ենք փրկել Հայաստանը։ Սա իմ կոչը, սա իմ ցանկությունը եւ ամեն ինչում պետք է մնալ հայ, նույնիսկ հասարակ բառեր օգտագործելուց, ինչպիսիք են լիքը, ուզում եմ, այդ տհաս կամ խոսույթ, այդպիսի տհաս թուլամորթ եւ անգրագետ հասկացողությունները եւ այն տաղավարները, որոնք տաղավար են կոչում ընդդիմադիրները, նման են անկիրթ փինաչու բուտկաների, որոնցից Համլետ Ղուշյանը իր Դոգի Դոբի եւ այսպիսի տղասների հետ հաղորդումներով ապակողնորոշում է ազգին։ Այդ մուրացկաններին, որոնց անձամբ եմ ճանաչում, այդ տհաս անուղեղ այսպես կոչված ընդդիմադիրներին նույնպես պետք է վերացնել։ Սա է մեր փրկությունը։ Եվ հնարավորություն տանք մեր այն զավակներին, ովքեր դեռ արժանինքներ ունեն, արժանապատվություն ունեն, պատիվ ունեն, պայքարեն եւ ստեղծեն անժամկետ անկուսակցական ռազմական խորհուրդ իր ատյանով։ Ահա եւ վերջ։